Կաթողիկոսը սկզբում մերժել էր այս երգչուհուն եւ թույլ չէր տվել ելույթ ունենալ Մայր տաճարի երգչախմբում։ Ռուսախոս երգչուհին Լուսինե Զաքարյանը իր ուսումնարանի առաջին ուսուցչին Հրանտ Գևորգյանին խնդրեց օգնել իրեն երգել Մայր տաճարում։ Մաեստրոն դիմեց Վազգեն առաջին կաթողիկոսին, բայց վեհափարի պատասխանը բացասական եղավ։ Նրանք չհանձնվեցին։ Ուսուցիչը երգի բառերը ռուսերեն տառերով գրեց, որպեսզի Լուսինեն կարողանա սովորել։ Նրա առաջին ելույթը Մայր տաճարում հուզեց կաթողիկոսին։ Հիացած երգչուհու տաղանդով նա պատվիրեց գրանցել Լուսինեին երգչախմբում։ Այդ պահից 1959-ից մինչև 1992 թվականը Լուսինեն որպես մենակատար երգեց Մայր տաճարի երգչախմբում։ Խորհրդային իշխանության պայմաններում, երբ արգելվում էր հոգևոր երաժշտությունը, նա համարձակություն է ունեցել այն բարձրացնել բեմ եւ դարձնել համաժողովրդական։